Ողջույն, Civilnet podcast-ն է, իմ հյուրն է հասարակական ակտիվիստ Մարատ Եգանյանը։ Այսօրվա մեր զրույցի թեման ընտրական իրավունքն է։ Բարև ձեզ, Մարատ։ Բարև ձեզ, Հայկ։ Սկսենք նրանից, որ Երևանի քաղաքացիական դատարանը բավարարել է ձեր եւ եւս երկու անձի Արցախցի ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձանց հայցը եւ միգրացիայի ծառայությանը պարտադրել է, որ նրանց ներգրավեն ընտրական ցուցակում, այդ թվում եւ ձեզ։ Սկսենք դրանից, որ այս որոշումը վճիռը անակնկալ էր։ Ձեզ համար եւս անակնկալ էր։ Որոշակի չափով այո, ինչու որովհետեւ այս պահի դրությամբ այսօրվա Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք այնպիսի դրություն, երբ ցանկացած վեճ դատական, եթե հանկարծ ինչ-որ ձևով առնչվում է կառավարության կողմից կամ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերին, ապա այդ դեպքում մենք տեսնում ենք, թե ինչպես է հոդս ցնդում արդար դատաքննության իրավունքը մարդկանց։ Ոչ միայն արդար դատաքննության, արդյունավետ դատական պաշտպանության, կարճ ասած, մենք ականատես ենք նրան, որ ցանկացած կառավարությանը ինչ-որ ձևով, կառավարության թեզերին ինչ-որ ձևով հակառակ գնացող, հակառակ ընթացող վեճերը միանգամից տարիներով ձգձգվում են առանց որևէ հիմնավոր պատճառի, վերջում կայացվում է այնպիսի որոշում, որ առաջին, երկրորդ կուրսի իրավաբանական ֆակուլտետում սովորողները, որ տեսնում են, նույնիսկ ծիծաղում են, թե ինչ կարգի սխալներ է թույլ տված։ Դրա համար տեսնելով այդ երեք որոշումները, ականատես լինելով այդ երեք որոշումները, ես իսկապես մի տեսակ զարմացա, բայց մյուս կողմից դրանք տրամաբանական էին, ինչու, որովհետև նախկինում ձևավորված կայուն դատական պրակտիկայի համաձայն այլ տարբերակ լինել չէր կարող։ Վերաքննիչը բեկանել է այս վճիռները, մենք կխոսենք դրանից, բայց ցանկանում եմ հարցնել, թե ինչու եք հենց դատական պայքարի ճանապարհը ընտրել ընտրական իրավունք ստանալու համար։ Ներքին գործերի նախարարությունը ասում է պաշտոնապես դիմեք եւ ինչպես ընթացակարգն է, ստացեք քաղաքացիություն եւ մասնակցեք ընտրություններին։ Ինչու եք դատական պայքարի ձևաչափը ընտրել։ Նախ սկսենք նրանից, որ երբ որ դուք խոսում եք ներքին գործերի նախարարության միգրացիայի քաղաքացիության ծառայության մասին, հատկապես երբ որ դուք խոսում եք իրանց հայտարարությունների մասին, արցախցիների քաղաքացիությանը վերաբերող հարցերին, պետք է փաստենք ուղղակի, որ այդ հարցում իրանք արժանահավատ կողմ չեն։ Ինչու չեն արժանահավատ, որովհետև նույն հարցը 2003 թվականին դատարանում քննարկվում էր, արդյոք արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, թե ոչ։ Եվ այդ նույն անձնագրայինը եկել էր դատարան եւ ավելի ճիշտ ոչ թե եկել էր դատարան, այլ ուղարկել էր համապատասխան գրություն, որտեղ գրված էր հստակ, որ բոլոր արցախցիները, ասենք ասենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Խոսքը վերաբերում է անձնագիր ունեցող քաղաքացիներ, անձնագիր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն անձնագիր ունեցող արցախցիները։ Ընդ որում, իրանք տեղ հղում արեցին 1919 թվականի որոշմանը 1999 խոսքը վերաբերվում է միացման մասին որոշումը նկատի ունեք, հա։ Հա, բայց այդտեղ երկու հարց էր քննարկվում, երկու հարցի վերաբերյալ էր որոշումը, մեկը վարչատարածքային միավորումների մասին էր, մյուսը մարդու իրավունքների։ Այդ որոշմամբ բոլոր արցախցիները ճանաչվեցին ՀԽՍՀ քաղաքացիներ։ Եվ հենց այդ որոշման երրորդ կետի համաձայն հետագայում 1990 թվականին, եթե չեմ սխալվում, որոշում է, չէ՞, իրավական ակտը ճիշտ եմ ասել։ Որոշում է, հա։ 90 թվականին բոլոր արցախցիները մասնակցեցին ՀԽՍՀ, եթե չեմ սխալվում, ազգային ժողով չէր այն ժամանակ կոչվում, այլ Գերագույն խորհրդի падգամավորների ընտրությունն
Այսինքն ընտրությունները ընթանում էին Ստեփանակերտում եւ իմ ծնողներս մասնակցել են այդ ընտրություններին որպես ընտրող, ընտրել են ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ, այն վաղտը տենց էր կոչվում։ Ոնց կարող է մարդ մասնակցի այդ ընտրություններին չլինելով ՀԽՍՀ քաղաքացի։ Թույլ տվեք ես մի Հա։ այլ հակափաստարկ վերեմ։ Դուք ասում եք, որ 070 ծածկագրով անձնագիրը դա նույն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության լիարժեք հավաստումն է, սակայն ներքին գործերի նախարարությունը հողում է անում 1999-ի գաղտնի համաձայնագրին, որը կնքվել է Արցախի եւ Հայաստանի ներքին գործերի իրենց ասելով նախարարների միջև։ Մենք մի քանի անգամ փորձել ենք հարցմամբ ստանալ, բայց այս տեղեկությունը չենք կարողացել ստանալ ոչ մի գերատեսչությունից։ Այնտեղ իրենց ասելով այդ համաձայնագրի մեջ նշված է, որ 070 կոդով անձնագիրը դա ճամփորդական փաստաթուղթ է։ Ինչպես եք մեկնաբանում այս հակասությունը։ Իսկ ինչպես կարելի է մեկնաբանել միֆերը։ Միֆերը ոնց կարելի է մեկնաբանել։ Եթե նման փաստաթուղթ կա, ուրեմն բերեք ցույց տվեք, տեսնենք էլի։ Տեսնենք, վերջի վերջո նախ Ասում են գաղտնի է։ այդ դրան էլ կանդրադառնանք։ Նախ մենք կհամոզվենք, որ նման փաստաթուղթ առհասարակ գոյություն ունի։ Բնության մեջ նման բան կա, ասենց ասենք։ Երկրորդը, այդտեղ երկրորդ հարցն է առաջ գալիս։ Այդ փաստաթղթի կարգավիճակը ի՞նչ է։ Այդ ի՞նչ այդ ի՞նչ փաստաթուղթ է։ Համաձայնագիր իրենց ասելով։ Այդ համաձայնագիրը հանդիսանում է միջազգային պայմանագիր, թե չէ։ Այդ կարգավիճակը ունի, թե չէ։ Իրենք այս համաձայնագիրը հողում են արել Չիրագովը ընդդեմ Հայաստանի գործով, որ նման համաձայնագիր գոյություն ունի եւ մենք ընդամենը որպես ճամփորդական փաստաթուղթ ենք տվել ղարաբաղցիներին։ Նախ պետք է ճշտել այդ փաստաթուղթը, որի մասին խոսվում է, դա միջազգային պայմանագիր է, թե չէ, որովհետեւ միայն միջազգային պայմանագրի գիրն է, որ օրենքից ավելի բարձր իրավական ուժ ունի։ Միջազգային պայմանագրի դեպքում, այո, մենք կարող ենք ասել, որ իսկապես այդ պայմանագրով կարող է որոշակի անձանց անձնագրերը չհամարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի, բայց այստեղ երկրորդ հարցն է առաջ գալիս։ Երբ որ իրանք խոսում են այդ համաձայնագրի մասին, իրանք հստակ թիվ են նշում 1000 հոգու։ Չիրագովի որոշումը կարդացեք, այնտեղ հստակ գրված է։ Նման ձևով անձնագրերը տրամադրվել են մոտ 1000 հոգու։ Ես անցնեմ առաջ, նաև նյութ եմ պատրաստել սրա վերաբերյալ։ Ես խոսել եմ 3 պաշտոնյայի արցախցիների, որոնք այդ թվականներին եղել են այս գերատեսչության ղեկավարները, Արթուր Աղաբեկյանը, Ռոբերտ Շաֆեյանը, այդ թվում Ժիրայր Պողոսյանի հետ եմ խոսել, նրանք չեն հիշում նման փաստաթղթի մասին առհասարակ։ Նույնիսկ եթե գոյություն ունի նման փաստաթուղթ, այդ փաստաթուղթը չի կարող ունենալ իրավական ուժ։ Ինչու՞։ Որովհետև ցանկացած նորմատիվ իրավական ակտ, իսկ դա ըստ էության իրենց ներկայացնելու է նորմատիվ իրավական ակտ, պետք է հրապարակային հասանելի լինի։ Հրապարակված լինի, հրապարակային հասանելի լինի։ Բացի դրանից, պետք է, եթե դա միջազգային պայմանագիր է եւ իսկապես ուզում են իրանք դրանով ապացուցել, որ օրենքից ավելի բարձր իրավական ուժ ունի, ուրեմն Սահմանադրական դատարանը դրան վերաբերյալ պետք է դիրքորոշում հայտնած լինի։ Որտեղ է այդ որոշումը։ Այդ մարդիկ մահացել են, ուզում եմ հիշեցնեմ, շատերը մահացել են Սահմանադրական դատարանի դատավորներից այդ ժամանակվա։ Ես ուզում եմ տեսնել եւ համոզվել, որ բոլոր օրենքով նախատեսված գործողությունները կատարվել է օրենսդրությամբ նախատեսված ձևով։ Միայն այն, որ տվյալ փաստաթուղթը այս պայդրությամբ ասում են գաղտնի է, միայն դա արդեն բացառում է նա, որ հրապարակված է։ Իսկ եթե հրապարակված չի, ուրեմն նորմատիվ իրավական ակտ չի կարող լինել։ Մեկ այլ փաստարկ, որ 79 թվականից հետո արցախցիները երբևէ ընտրություններին չեն մասնակցել։ Եթե քաղաքացի են, ապա ինչու ընտրություններին չեն մասնակցել։ Մասնակցել են։ Փաստերը վկայում են, բացում եք դատալեքսը, փաստերը վկայում են, որ 2021 թվականին այն արցախցիները, ովքեր միգրացիա եւ քաղաքացիության ծառայության փոփոխական եւ ոչ արժանահավատ դիրքորոշմանը
չեն հետևել, այլ դիմել են դատական պաշտպանության, ստացել են այդ վերականգնել են իրենց այդ իրավունքը։ Այսինքն, եթե ասենք մասնակցել են թե ոչ, մասնակցել են։ Խոչընդոտներ այդ ճանապարհին իրանց համար ստեղծվել է իհարկե միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կողմից, բայց դատարանը այն ժամանակ բավականին համարձակ դիրքերից ինքը իր դիրքորոշումը հայտնեց, համարձակ դրսևորեց իրան եւ մոտ 100 քանի հոգու, 105 հոգու ընտրական իրավունքը վերականգնեց։ Մասնակցում էին, բայց հաշվառումը փոխելուց հետո, չէ։ Չէ, ոչ մի դեպքում ժամանակավոր հաշվառել այսինչ հասցեով ընտրություններին, եթե չեմ սխալվում, նույնիսկ ժամանակավոր հաշվառման պահել չկար, այս փաստացի բնակության վայրի համապատասխան։ Այսինքն ընտրական օրենսգիքը թույլ է տալիս 10 օր առաջ, եթե չեմ սխալվում, դիմես եւ ասես ես ընտրությունների օրը լինելու եմ ոչ թե իմ հաշվառման վայրում, այլ մեկ այլ ուրիշ տեղ։ Եվ ուզում եմ այնտեղ մասնակցել ընտրությունների։ Եվ այդ կարգով արցախցիները չփոխելով իրանց հաշվառման վայրը մասնակցել են ընտրություններին։ Եվ դատարանը ինչ արձանագրել։ Բացեք նայեք ժողովուրդ, հստակ գրված է, որ 070 կոդով քաղաքացու անձնագիր է ստացել այս անձնավորությունը։ Այդ իսկ պատճառով տվյալ անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ 100 քանի հատ նման դատարանի օրինական ուժի մեջ մտած արդեն վախենում ես ասես անբեկանելի է վերանայելի, որովհետև փաստորեն իրենց համար դա խնդիր չի, բայց այդ կարգի որոշումներ կան։ Տեսեք, դուք դիմել եք եւ առաջինատյան հաղթել եք այնտեղ, այնուհետև վերաքնիչը ասել է, որ դուք ոչ իրավասու դատարան եք դիմել։ Արդյոք սա ձեր բացթողումն է, այսպես ասենք, փաստաբանական թիմի ձեր, թե սա ընդամենը պատրվակ էր գործը կարճելու համար։ Նախ ասեմ հետևյալը, որ ասում է, որ դուք պիտի դիմեիք վարչական դատարան։ Ու գոյություն ունի առհասարակ վարչական դատավարության օրենսգրքում գոյություն ունի 208-րդ հոդված եւ այդ 208-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետի համաձայն ընտրական ցուցակների ճշգրտման հետ կապված վեճերը քննում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատարանը, ասենք ասենք ընդհանուր իրավասության դատարանը։ Մարզերում ընդհանուր իրավասության դատարանը, Երևան քաղաքում քաղաքացիական դատարանը։ Ինչու է դա կատարվել, որովհետև չնայած որ վեճը իսկապես բնույթով վարչական վեճ է, բայց հաշվի առնելով այն, որ ընտրությունների ժամանակ մարդկանց հիմնարար ազատություն, հիմնարար իրավունքներից մեկը պետք է հրատապ պաշտպանության կարիք ունի, ասենք ասենք պետք է շատ շուտ կատարել, հնարավոր է նույնիսկ ժամերի ընթացքում կատարել այդ դատական քննությունը, հաշվի առնելով դա եւ հաշվի առնելով այն, որ վարչական դատարանները քիչ են Հայաստանի Հանրապետության տարածքում, որպեսզի մարզերի, բոլոր մարզերի բնակիչներին հնարավորություն տան հնարավորինս չափ մատչելի դատական պաշտպանության հասնեն, այսինքն նույնիսկ տարածության տեսանկյունից էլի, այդ իսկ պատճառով օրենսդիրը սահմանել է ընտրական ցուցակների ճշգրտման հետ կապված այդ վեճերը քննության կարգով եւ ըստ այդ քննության կարգի նման վեճերը քննվում են քաղաքացիական դատարանում եւ միշտ քննվել են քաղաքացիական դատարանում։ Բացեք մեկ անգամ եւս եմ ասում 2021 թվականի 100 քանի հատ դատական վեճը։ Ընդ որում մի հատ դատակարանի վճիրը բողոքարկվել է միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կողմից այն ժամանակ։ Եվ այն ժամանակ միգրացիա եւ վերաքնիչ քաղաքացիական դատարանը ասել է ես չեմ քննում, որովհետեւ սա ենթակա չի քննության։ Ներքին գործերի նախարարությունը պնդում է նաև, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը եւ փախստականի կարգավիճակը անհամատեղելի են 2023-ին կառավարության որոշմամբ մեզ բոլորիս ժամանակավոր պաշտպանության տակ վերցրեցին եւ մենք փաստացի չենք չհրաժարվեցինք այս կարգավիճակից։ Այստեղ արդյոք եւս հակասություն չկա, նրանք ասում են, որ ներքին գործերի նախարարությունը նկատի ունեն, որ փախստականը չի կարող
քաղաքացի լինել։ Որն է ձեր հակափաստարկը։ Իսկ նայեք, քաղաքացիության մասին օրենքով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ քաղաքացուն կարելի է քաղաքացիությունը Հայաստանյան քաղաքացիությունը կարող է դադարեցվել։ Սահմանված են պատճառները, սահմանված է այն պաշտոնատար անձը, ով իրավասու է այդ գործողությունը կատարել։ Հստակ ցանկ կա այնտեղ, ես չեմ ուզում հիմա այդ ցանկը վերջնական է, չի կարող ընդլայնվել, որևէ մարմնին տված չի հնարավորություն ընդլայնել այդ ցանկը, վերջնական է, վերջ, օրենքով սահմանված է։ Եվ այն պաշտոնատար անձը, ով իրավասու է այդ ցանկի պատճառներից մեկի արկայության դեպքում դադարեցնել քաղաքացիությունը, դա Հայաստանի Հանրապետության նախագահն է։ Նայեք, ըստ էության միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը ուզում է ասի, որ կառավարությունը յուրացրել է հանրապետության նախագահի գործառույթները, լիազորությունները, իրանք իրավունք չունեն դադարեցնել արդեն իսկ քաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը ինչ որ ձևով դադարեցնել։ Բոլոր նման գործողությունները հակասահմանադրական են նույնիսկ։ Այլ կերպ ասած, եթե որևէ քաղաքացի գնաց, ենթադրենք, մտավ միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն եւ դիում գրեց, որ իրան պաշտպանության տակ վերցնեն կամ պաշտպանության կարգավիճակ շտորեն, չգիտեմ ոնց է ճիշտ այդքան ասել, բայց ամեն դեպքում, եթե նման դիում գրեց եւ ինչ է անելու միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունը, բավարարելու է դրանից հետո ասել դու քաղաքացի չես։ Չէ, ինքը հստակ ասելու է, գիտես ոնց է, դու որ քաղաքացի ես, մենք քեզ չենք կարողանում նման կարգավիճակ տալ։ Եթե իրանք տրամադրել են այդ կարգավիճակը, այդ բեռը իրանց վրա է, մեղքը իրանցն է։ Իրանք պետք է ժամանակին տեսնեին, որ 100 քանի հազար քաղաքացու վերաբերյալ ազորություն գրում։ Ընդ որում, sense մի հատ կարևոր բան կա։ Երբ որ ես խոսում եմ նախագահի կողմից այդ լիազորությունը իրականացման, հանրապետության նախագահի, որ ինքը կարողանում իրավասու է դադարեցնել քաղաքացիությունը, ես խոսում եմ անհատական ակտի մասին։ Այսինքն անհատական ամեն նման ակտ պետք է լինի անհատական։ Ամեն անձի վերաբերյալ զանգվածային ինչ որ որոշում կայացնել ոչ մեկ իրավունք չունի։ Ավելին ասեմ, դա միջազգային կառույցների կողմից նույնիսկ արգելվում է։ Միջազգային համապատասխան փաստաթղթեր կան։ Այդ թվում նաև Հռոմի ստատուտ կա։ Սենց ասեմ, ձեր ասածը եւ միգրացիայի ասածը, ձեր մեջ բերած ավելի ճիշտ եւ միգրացիայի ասածը ուղիղ կապի մեջ է մտնում Նյուրնբերգյան օրենքների հետ 1936 թվականին, երբ որ Ադոլֆ Հիտլերը գալով իշխանության այդ Նյուրնբերգյան օրենքները հրապարակեց եւ այդ Նյուրնբերգյան օրենքների համաձայն որոշ հասարակության Գերմանիայի որոշ հասարակության խավերին ասացին, որ ձեր քաղաքացիությունը այլևս լիարժեք չի։ Նման ուրիշ պատմության մեջ այլ զուգադիպություն, զուգահեռ չկա։ Այսինքն, ոնց թե անձնագիրը տրամադրում են, քաղաքացու անձնագիրը տրամադրում են, մեջը գրված է քաղաքացիություն կետը, քաղաքացի, մենք բոլորս 20 քանի տարի է, 10 քանի տարի է, ամբողջ աշխարհով գնում ենք, ման ենք գալիս, չգիտեմ, գործերով, բաներ գնալիս մի հատ էլ գործ հայց եք ներկայացրել, որ ժամանակին դուք 070 անձնագրով Բագրատաշենի անցակետը անցել եք, ոչ մի խոչընդոտ չի եղել, ձեր անձնագիրը շարունակել է վավեր լինել, բայց 2023-ից հետո դուք այլևս չեք կարողացել հատել։ Այդպիսի գործ էլ կա։ Նույն անցակետով, այո, ես առանց որևէ խնդրի 21 թվականին, 15 թվականին, կարճ ասած մի քանի անգամ հատել եմ այդ սահմանը, հայ-վրացական սահմանը, որևէ խնդիր չի եղել։ Ոնց մնացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այնպես էլ ես։ Դա դուք պարտվել եք, բայց դատարանը ասել է, որ դուք պիտի ունենայիք 070 կոդով անձնագրի զուգահեռ փախստականի վկայական։ Հա, դատարանը ըստ էության ասել է, որ գիտեք ոնց է,
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականությունը ըստ էության կարող է սահմանափակվել որոշմամբ։ Այսինքն օրենքի գործողություն, օրենքի ուժը կարող է սահմանափակվի կառավարության կողմից համապատասխան որոշմամբ, ինչը ես սենց ասեմ, էլի, ցանկացած իրավաբանությունից որևէ գաղափար ունեցող անձ, նույնիսկ գաղափար չունեցող անձ, բացում է Սահմանադրության 5-րդ կետը, այնտեղ գրված է առաջնահերթությունը, թե ոնց է այդ իերարխիան, նորմատիվ իրավական ակտերի իերարխիան ինչպես է կայացում։ Այսինքն ամենաբարձր իրավական ուժ ունի Սահմանադրությունը, դրանից հետո Սահմանադրական օրենքները, դրանից հետո հասարակ օրենքները, այսպես կոչենք, հետո ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը։ Ընդ որում պետական մարմինը, եթե տեսնում է, որ ենթաօրենսդրական ակտի ինչ-որ նորմ հակասում է օրենքով սահմանված նորմի, երաշխավորված իրավունքին, ուրեմն ինքը պետք է ուղղորդվի այդ իերարխիայով եւ չկատարի նորմատիվ իրավական ակտի կողմից այդ ապօրինի, իրոք ապօրինի սահմանափակումները։ Շարունակենք ընտրական ցուցակների թեման։ Վերաքննիչ դատարանը նաև արձանագրեց, որ առաջի ատյանի դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից, բավարարելով մի պահանջ, որ դուք չեք էլ ներկայացրել ցուցակում ընդգրկելը ռեգիստրի փոխարեն։ Ինչպես եք բացատրում այս շփոթմունքը։ Դա շփոթմունքի պատճառը կայանում է նրանում, երբ որ զանգում ես կենտրոնական ընտրական հանձնաժողով, ասում ես ոնց կարող եմ իմանալ, ես տենց եմ, ոնց եղել է, տենց եմ ասում ժողովուրդ, ինչպես կարող եմ ես իմանալ իմ անունը արկա է ընտրողների այդ ցուցակի մեջ, թե չէ, ասում անցեք մեր կայքում տեղադրված է, մտնում եք մեր կայքի գլխավոր էջը, այնտեղ սխմում եք ընտրական ռեգիստր, անցնում եք այդ web էջը, դե գրում եք ձեր անուն ազգանունը եւ եթե արկա է այդտեղ ձեր անուն ազգանունը, բերում է տեսանելի են արդյունքը, ուրեմն դուք ընտրություններում կարողանալու եք մասնակցել։ Իսկ եթե ոչ, ուրեմն ոչ։ Բացել եմ, գրել եմ, տեսնում եմ չկա։ Հասկացել եմ, որ ընտրություններում չեմ կարողանալու մասնակցել։ Զանգել եմ, ասել եմ, բա այսպեսի մի հատ խնդիր կա, կենտրոնական ընտրական հանձնաժողով, ես ուզում եմ ձեզ դիում գրել, որ իմ անունս եւս ընդգրկեցին, մեզ մի գրեք, դուք պետքա բանին գրեք, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության գրեք։ Գրեցի իրանց, ասացի, այս մտել եմ կայքը, փորձում եմ իմանալ, կարողանալու եմ ընտրությունների մասնակցել թե չէ, մտել եմ կայքը, ստուգել եմ անուն ազգանունս, ոնց գրված էր կայքում ընտրական պետական ռեգիստրում, ընտրական ռեգիստր։ Դից գրել եմ, ասեմ, դեռ ստուգել եմ, տեսել եմ չկա։ Հիմա ես մեղավոր եմ, որ ինձ տենց են ասել։ Ես իրավաբան չեմ ժողովուրդ։ Ինձ տենց են ասել, տենց եմ ձևակերպել։ Պատասխանն եկել է, որ դուք իրավունք չունեք ընտրությունների մասնակցել։ Համապատասխան ձևով գրել եմ հայցադիումը։ Հիմա հարցը հետեւյալն է, նայեք։ Այդ որ վերաքննիչ դատարանը ասում է դուք գրել եք հայցապահանջի մեջ գրել եք ընտրական ռեգիստր, բայց միջև ընտրական ռեգիստր գրելը, դրանից մի քիչ վերև նպատակն եմ գրել, ասում եմ, ուզում եմ մասնակցեմ ընտրությունների, ազգային ժողովի կայանալիք ընտրությունների։ Այսինքն նպատակ ակնհայտ երևում էր։ Բացի դրանից, վերաքննիչ դատավարության օրենսգրքով հստակ սահմանված է, եթե խնդիրներ կան կամ եթե անճշտություններ կան հայցի պահանջի մեջ, դատարանը կարող է առաջարկել հստակեցնել։ Այլ կերպ ասած, եթե քաղաքացիական դատարանի դատավոր տեսել է, որ ես նման հայցով եմ դիմել եւ տեսել է, որ նպատակը ընտրությունների մասնակցելն է, կարող է առաջարկել օրինակ, ասել հստակեցրու, դու ուզում ես ընտրությունների ցուցակում, ընտրական ցուցակներում ընդգրկես, թե կոնկրետ ընտրական ռեգիստրում, եթե տարբերություն կա, բայց ինքը չի տեսել դա։ Դրանից բացի, հարգելիներս, խնդիրը նրանում է, որ ես պետքա ասեմ, արդյոք այդ շարադրված, դատարանի կողմից շարադրված բավարարված է տեքստը համապատասխանում է հայցի բնույթին։ Ես ասում եմ, այո, որովհետև դատարանի ֆունկցիաներից մեկը նա է, որ հայտնաբերի բուն էությունը։ Եվ բուն էությանը ես հրապարակային հայտարարում եմ իմ հայցադիմումի բուն էությանը
ճիշտ բուն էությունը ճիշտ է հայտնաբերվել դատավորի կողմից։ Ես դա հստակեցնում եմ։ Ես կարող եմ մենակ դա անել, որովհետև ես էի ներկայացնում։ Մի հատ իրավական Հա։ շփոթմունք էլ կա, խնդրում եմ պարզաբանել։ Առաջիատյանի դատարանը քաղաքացիական որոշել է, վճռել է, որ այս որոշումը վճիռի բողոքարկման ենթակա չէ։ Հակառակ կողմը հիմնավորել է, որ բողոքարկելը դա դատարանը չի որոշում, եզրափակիչ ակտով չի որոշում, այլ կա օրենք։ Այս շփոթմունքը ինչպես եք մեկնաբանում։ Այն որ օրենքով է սահմանվում, ճիշտ է։ Օրենքում համապատասխան կա կետ, համաձայն որի նման վճիռները ենթակա չեն բողոքարկման։ Բայց խնդիրը նրանում է, որ վերաքննիչ դատարանը իմ տեղ մենակ ես կարող եմ ասել, արդյոք բուն էությունը հասկացել է ճիշտ դատարանը, թե չէ։ Իմ տեղ որոշել է, որ հայցի բուն էությունը սխալ է մեկնաբանել դատարանը։ Ընդ որում ես sense մի բան ասեմ։ Չէ, ես նկատի ունեմ բողոքարկման ենթակա է թե չէ, իրենք հղում են անում օրենքին, հակառակ կողմը, որ դա օրենքն է սահմանում, ոչ թե դատական։ Եվ օրենքում սահմանված է հստակ, որ նման կարգի վճիռները բողոքարկման ենթակա չեն, բայց խնդիրը նրանում է, որ իրենք ասում են, դա այն կարգի վճիռներին չի դասվում, որոնց վրա տարածվում է այդ հոդվածը, ընդ որում հիմնվելով դա նրա վրա, որ ասում են ընտրական ցուցակների ճշգրտման հետ կապված։ Ես այդտեղ շատ կարևոր պահ կա, պետք է ասեմ։ Մինչև դա 100-քանի հատ վճիռները որ բացում եք, ոչ մի տեղ գրված չի հայցային պահանջում գրված չի կատարել ընտրական ցուցակների ճշգրտում բութ ենթադրենք այսինչ անձին ընդգրկել ընտրական ցուցակներ։ Ոչ մի տեղ հստակ նշված չի ընտրական ցուցակների ճշգրտում կատարել։ Այսինքն ընտրական ցուցակների ճշգրտումը դա ոչ թե բառացի, տարածի պետք է այդպես գրված լինի, այլ էությունը հայցապահանջի պետք է դրան համապատասխանի այդ թեմային, ասենք ասենք այդ խնդրին։ Եվ իմ ներկայացված հայցադիում իրոք դրա վերաբերյալ ես շնորհակալ եմ դատարանից, որ ինքը ճիշտ է անցալել իմ հայցադիումի բուն էությունը եւ ճիշտ որոշում է կայացրել։ Վերաքննիչ դատարանն էլ իմ տեղ որոշել է, որ հայցի բուն էությանը չի համապատասխանում։ Որն է ձեր հաջորդ քայլը բողոքարկում Վճռաբեկ դատարանում, թե այլ ռազմավարություն։ Ճիշտն ասած, բողոք ներկայացրել ենք արդեն Վճռաբեկ դատարան եւ հրատապության կարգով պետք է այն որոշումը կայացվի Վճռաբեկ դատարանի կողմից, սակայն ես ուսումնասիրելով այն ամեն ինչ կատարվում է այս պայդրությամբ, այս պայդրությամբ տեսնում եմ շատ կարևոր խնդիր։ Առաջինն է, որ ես ունեի ընդամենը 1-2 օր Վճռաբեկ բողոք գրելու համար, ես իրավաբան չեմ, չնայած ունեմ ներկայացուցիչ, ով իրավաբան է, վերաքննիչ դատարան արարքությունների ներկայացման փուլում ներկայացուցիչ էլ է գրավել, որովհետև շուտ էր պետք դա անել։ Չնայած որ ունեմ ներկայացուցիչ, բայց այդ ներկայացուցիչը տարբեր քրեական գործերով եւ այլն ընդգրկված է, միշտ չի ստացվում հետո կապ հաստատել եւ արդյունավետ դատական պաշտպանություն իրականացնել։ Այդ իսկ պատճառով ես կարելի ասել մենակ եւ ոչ միայն 3 հոգին մենակ են կազմել Վճռաբեկ բողոքը։ Վճռաբեկ բողոքի վերաբերյալ պահանջները շատ խիստ են, թե բովանդակային, թե ձևական առումով, ֆորմալ առումով։ Այդ խնդիրը լուրջ է եւ հաշվի առնելով, որ խնդիրը կայանում է սահմանադրական հիմնարար իրավունքներին եւ ժամանակի սխությանը, հույս ենք հայտնում, որ դատարանը, Վճռաբեկ դատարանը ու նրան որ 100-քանի հատ գործ կա այս պայդրությամբ դատարաններում եւ դատարանները առաջացային դատարանը իրարամերժ հիմքերով նույնիսկ մեկ-մեկ կարդում ես, տեսնում ես, որ ինչեր են գրում։ Օրինակ դատարաններից մեկը գրել է էլի արցախցի դիմել է, ասում է խնդրում եմ իմ անունը ընդգրկել ընտրական ցուցակներում, դատարաններից մեկը հրաժարվել է, մերժել է հայցը վարույթ ընդունել այն հիմքով, որ ասում է ընտրողների ցուցակում ընդգրկվելը դա նույն բանը չէ, ինչ ընտրական ցուցակների ճշգրտումը։ Հույս ունեք
Ընտրությունները այս կիրակի են, դուք հույս ունեք, որ ձեզ կհաջողվի մասնակցել ընտրություններին։ Ամեն ինչ կախված է Վճռաբեկ դատարանի կողմից 100 քանի դեպքի նկատմամբ այդ իր գործառույթի իրականացման կամ չիրականացումից։ Մարդու իրավունքների սահմանադրական իրավունքն է այստեղ հիմնական սահմանադրական իրավունքներից մեկը, հենասյուներից մեկը քննարկվում, եւ սա շատ կարեւոր պահ է, արկա է ստորադաս դատարանների իրարամերժ իրար հակասող մեկնաբանություններ, նախկինում տեղ գտած դատական պրակտիկայի հակառակ, լրիվությամբ հակառակ, այսինքն ձևավորված էր դատական պրակտիկա, հստակություն կար, դրան հակառակ հիմա բոլոր դատավորները, նույնիսկ այն դատավորները, ովքեր նախկինում բավարարում էին նման հայցադիումները, հիմա հրաժարվում են դա անել, տեսնելով վերաքննիչի այդ որոշումները։ Ընդ որում, այստեղ շատ կարևոր պահ կա, ես ուզում եմ դրա մասին էլ ասել, որովհետև այստեղ ոչ թե միայն հենց Հայաստանի Հանրապետության ներքին օրենսդրական հակասություններն է, այստեղ նաև միջազգային պայմանագրերի միջազգային պայմանագրերով քաղաքացուն տված այդ իրավունքների վերաբերյալ այդ հակասությունը կա։ Օրինակ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, եթե չեմ սխալվում, առաջին համար 1 արձանագրության 3-րդ հոդվածով է սահմանվում ընտրական իրավունքը։ Կարճ ասած, սա շատ լուրջ խախտում է, մի ետ նա դրան ահագին անդրադարձել սահմանադրական դատարանը մեր շրջանցել է, ընդ որում արձանագրել է, որ բողոքարկված ոչ ենթակա ակտերը ես չեմ քննարկում։ Կարճ ասած, գրեթե բոլոր միջազգային պայմանագրերը, հրապարակած միջազգային պայմանագրերը, բոլոր օրենքները, սահմանադրությունը, բոլորը պաշտպանում են մեզ եւ մեր իրավունքը, մեր սահմանադրական իրավունքը ընտրություններին մասնակցելու։ Իսկ վերաքննիչ դատարանի նման որոշումը ուղղակի իրանք այնտեղ որոշեցին, ես ինչ բուն էություն է իմ հայցից որներ, ինչը իրականում չի համապատասխանվելու։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար։ Ես զրուցեցի հասարակական ակտիվիստ Մարատ Եգանյանի հետ։ Շնորհակալություն։